Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ նոթի յուրաքանչյուրիդ։ Հայր ջան, օրվա բարի ժամ բոլորիդ, ես 4 կարևոր հայտարարություն եմ ուզում անել ու առաջինը անդրադառնալ այն մարդկանց, ովքեր այս արդեն ինչքան ժամանակ է անընդհատ գրում, որ ինչի չես անդրադառնում Վոլոդիա Գրիգորյանի սպանությանը, ինչի չես մեկնաբանում եւ այլն։ Ժողովուրդ ջան, այս պահի դրությամբ միակ բանը, որ ես կարող եմ ասել Վոլոդիա Գրիգորյանի սպանության հետ կապված, որ շատ ցավում եմ ու ցավակցում եմ Վոլոդիա Գրիգորյանի բոլոր հարազատներին։ Ես կարող եմ ասել, որ ես կտրականապես դեմ եմ հայրենիքում նման ձևով հարցեր լուծելուն։ Ավել բան վերլուծեմ, այո, ես նայել եմ տեսանյութը, ես ուսումնասիրել եմ, բայց այն ինչ կարծիք ունեմ ես ու ես չեմ ուզում հիմա խոսալ մի բանից, ինչը պետքա խոսան ԱԱԾ-ի աշխատողները, ներքին գործերի աշխատողները, քննչական խումբ կա եւ այլն։ Ես չեմ ուզում ստանձնել այդ դերը ու ասել ես տեսա ոնց է քայլում, ոնց վազեց, ինչ արեց եւ այլն։ Այդ ամեն ինչը կբացահայտվի, կպարզվի, հանրային կերպով կասեն ու կան նաեւ մասնագետներ, որոնք կից իրենց կարծիքը կարող են հայտնել։ Ես չեմ այդ մասնագետը, չնայած ես իմ համար շատ ու շատ բաներ այդ տեսանյութից քաղել եմ, հասկացել եմ ու իմ համար պարզ է, ուղղակի ես դա չեմ հանրային ասի, որպես ինչ-որ տենց, դա իմ կարծիքն է, իմ կարծիքը թող մնա ինձ։ Միակ բանը, որ նախնական դեռ տեղյակ եմ, որ դա անձնական վենդետայի արդյունք էր։ Ու եւս մեկ անգամ խորին ցավակցությունս եմ հայտնում Վոլոդիա Գրիգորյանի բոլոր հարազատներին։ Իմ ընկերներից տարբեր ասպարեզների, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր անձամբ ճանաչել են Վոլոդիա Գրիգորյանին, ես իրանց հետ խոսացել եմ, շփվել ենք ու բոլորը միաբերան ասում են, որ շատ լավ տղա էր, շատ պարկեշտ տղա էր, մի խոսքով մենակ լավ խոսքեր, ոչ մեկ անգամ սենց թռուցիկ, տենց ինչ-որ բանով չարտահայտվեց, մենակ լավն եմ լսել, մենակ ես անձամբ ցավոք չեմ ճանաչել, առիթ չի եղել ծանոթանալու։ Բայց լսել եմ մենակ լավը, ուստի այն որ իմ սրտին էլա ցավ ու ես ցավակցում եմ Վոլոդիա Գրիգորյանի բոլոր հարազատներին, ընկերներին ու բարեկամներին։ Սրանից ավել ես անդրադառնալու բան չունեմ դեռ, երբ որ ամեն ինչ պարզ կլինի, ամեն ինչ հստակ կլինի, միգուցե եւ եթե զգամ կարիքը կա իմ կարծիքը բարձրաձայնելու, ես կբարձրաձայնեմ։ Թերևս այս մասով այսքանը։ Երկրորդ հայտարարությունս, որ ուզում եմ անել, եւս ինձ շատ եք գրում Վլադիմիր Պողոսյանի ու Գագիկ Թադևոսյանի Քոչարի կուսակցության այս վիճաբանության, հակադրվելու, հակառակվելու հետ կապված։ Ժողովուրդ ջան, ես Գագիկի հետ եմ խոսացել, Վլադիմիրի հետ եմ խոսացել։ Հիմա էլ հայտարարում եմ ձեզ բոլորիդ, որ կլոր սեղանի որևէ մասնակից, երբ որ հայտնում է իր անձնական կարծիքը, ճիշտ է, սխալ է, թերի է, լիարժեք է, ինչ է, դա կլոր սեղանի անունից չի կարող լինել։ Ես Վլադիմիրի հետ էլ խոսացի, ինքը հստակեցրեց ու հետո Գագիկն էլ հաստատեց, որ դա ոչ թե ասել է կլոր սեղանի անունից, այլ ինքը իր է։ Կլոր սեղանի շուրջ վաղը կարան գան 20 նոր մարդիկ, նոր 20 հոգի, որոնցից 19-ին նոր ճանաչեմ։ Դա չի նշանակում, որ վաղը եթե իրանցից մեկը իր անձնական կարծիքն ասի, ինչ-որ դիրքորոշում հայտնի, որը ճիշտ է, որը սխալ է, որը, չգիտեմ, դա չի նշանակում, որ ես այդ հայտարարության կամ դիրքորոշման պատասխանատ ունեմ կամ էլ պարտադիր համաձայնեմ դրա հետ։ Միակ բանը, որ կլոր սեղանի շուրջ, կլոր սեղանի անունից կարա հրապարակվի,
դա կլոր սեղանի շուրջ քննարկումների արդյունքներն են թույլատրելի սահմանում բոլոր մասնակիցների համաձայնությամբ ուրիշ ոչ մի հայտարարություն չի կարող հնչել կլոր սեղանի անունից սա որպեսզի տարբեր թյուր ըմբռնումները ճիշտ ընկալեք այլևս ու նաև Գագիկ Թադևոսյանը իր վիդեոյի մեջ ինձ դիմելուց ասեց որ քո թիմի Վլադիմիրը ուրեմն տեսեք ես կլոր սեղանի շուրջ հավաքված ու վաղը նորից միացող ու ավելացող մարդկանց մեջ ես կարամ ունենամ լրիվ անծանոթ մարդիկ կարամ ունենամ ընկերներ կարամ ունենամ ուղղակի վաղեմի ծանոթներ եւ այլն դա չի նշանակում որ այդ մարդիկ իմ թիմն են ես Գագիկի հետ սա պարզաբանել եմ հիմա հանրային եմ ասում նաև բոլորիդ կլոր սեղանի շուրջ հավաքված մարդիկ իմ թիմը չեն ես իրանց թիմը չեմ իմ թիմը իմ Լուիսի բանակն է Վլադիմիրի թիմը ոնց էր կոչվում կոմիտե 27 կոմիտե 27-ն է Պարուր Հայրիկյանի թիմը ԱԻՄ-ն է կլոր սեղանի շուրջ հավաքված մարդիկ թիմ չեն սա հստակ իմացեք երբ որ կգա այն բանի որ մենք արդեն կորոշենք որ ոչ հիմա մնացել են այն մարդիկ ովքեր պետքա որպես թիմ ներկայանան այդ ժամանակ արդեն կհայտարարվի որ այո այս մարդկանցով կազմվել է նոր թիմ եւ այլն հիմա դեռ մասնակիցներ են ընդամենը ովքեր մասնակցում են քննարկումների բովանդակության ձևավորմանը հիմնավորելով իրանց ցանկացած թեզ ու առաջարկ ավել ոչ մի բան ինձ թվում է սա հստակ է ու որ այլևս սրան անդրադառնալու ու մանրամասնելու կարիք չեմ ունենա երրորդ հայտարարությունս նորից կլոր սեղանի հետ է կապված ուզում եմ տեղեկացնել ձեզ որ գրեթե ձեր գրած բոլոր անունների հետ նախ բարձրաձայնել եմ ու հերթականությամբ փորձում ենք ինքներս կապվել, որովհետև ոնց նայում ենք շատ մարդկանց համար, չգիտես ինչի, շատ բարդ է, որ իրանք կապվեն, դրա մեջ չգիտեմ ինչեր են տեսնում, դե մի խոսքով իրանց արձագանքները մի մասը արդեն ասել է, որը համաձայնվել է, որը դեռ մտածում է, ես հիմա ոչ մի հաստատ բան չեմ ասի, բայց ամեն դեպքում ինչը հստակ է ունենք նոր հստակ համաձայնություններ մասնակցության, չունենք եղած մասնակիցներից հրաժարում կամ ինչ-որ նոր առաջարկ, դե ժիրոյին ու արային ճանապարհեցինք գնացին, իրանք իրանց կլոր սեղանով հիմա ինչեր են անում, մի խոսքով այդ իրանց խնդիրն է, ինչ-որ բանի կոմունալ են վճարում, $12,000 են ման գալի, չգիտեմ ինչ են կոմունալի համար էլի, մի խոսքով դա իրանց խնդիրն է Ուզում եմ ասեմ, իրանք այլևս չկան, սա առաջի հեռացվողներն էին կլոր սեղանից, հուսամ առիթ չի լինի նոր հեռացումների ու հուսամ, որ այն մարդիկ, ովքեր ոնց ձեզ տենց էլ ինձ պետք են այդ կլոր սեղանի շուրջ, անհրաժեշտ են իրանց գիտելիքով, փորձով, մարդ տեսակով, հա, այն որ իրոք հայրենասիրությամբ, իրոք ազգայնականությամբ ոչ թե ասենք ոմանց նման փուչիկ ներկա կգտնվեն ու այդ դեպքում արդեն վստահեցնում եմ ձեզ դուք արդյունքները համ կտեսնեք, համ կզգաք, համ կմասնակցեք, համ էլ մեր հետ միասին կկիսեք մեր հաղթանակի ցնծությունը կլոր սեղանի այս պահի եղած մասնակիցների ցուցակը վերջնական չի, սա էլ իմացեք Ես ասել եմ, որ կլոր սեղանը ունենալու է 8 նիստ, առջևում է դեռ 7-ը ու 8-րդ վերջին նիստից հետո ամեն ինչ առավել քան հստակեցված, առավել քան վերջնական սենց պարզ ու հստակ կասվի ձեզ թիմը, թիմ չի, ինչ ենք անում, ինչ ճանապարհային քարտեզ է ու որ մի խոսքով ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է դա էլ տենց ու վերջում 4-րդ հայտարարությունս որ ուզում եմ ասել երևի ես մի ամիս է ես անընդհատ փորձում եմ ժամանակ գտնել որպեսզի ձեզ մանրակրկիտ կետերով ներկայացնեմ Նիկոլի նախաստորագրումը նախա չգիտեմ ինչա նեոլիբերալիստ Նիկոլի նախա չգիտեմ մի խոսքով էս խոճուճ պատմությունը որը
ԱՄՆ-ում իբր բան ստորագրեցին, իբր պայմանավորվեցին բան, ու ինչին էի պատրաստվում, դրանց այդ 17 կետերը հատիկ առ հատիկ, որպեսզի բոլորիդ համար պարզ լինի դա ինչ է, որպեսզի բոլորիդ համար պարզ լինի, որ դա որևէ ուժ կամ օրինական ձևակերպում, որ ինքը ինչ որ միջազգային կանոններին համապատասխան լինելու ոչ մի շանս չունի, ու ես դա որոշել էի շատ երկար անել, ու վիդեոն երևի կլներ մի ժամ ու կես, 2 ժամ, եթե ոչ ավել, որովհետև կետ առ կետ ամեն ինչը պետք է ես ներկայացնեի մանրակրկիտ, թե միջազգային իրավունքի տեսանկյունից, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրության կետերով, թե այն որ այսենց ամեն ինչ, ու արի ու տես, որ Վարդան Հակոբյանը այս իմ գործը այն որ անես թեթևացրեց, որ այլևս դրա կարիքը չկա մանրակրկիտ բացատրելու, որովհետև բացատրել մի բան, ինչը իրականում ոչ մի բան է, ուժ չունի, իմաստ էլ չունի։ Ինչի համար Վարդանին շնորհակալություն, որ այս ծանր գործը 2 բառով թեթևացրեց, ես անգամ չգիտեի, որ տենց հարցում ա եղել, որ ԱԳՆ-ն հայտարարել է Նիկոլի ստորագրությունները որպես ոչ մի բան, այսինքն միջազգային կանոններից դուրս, ոչ մի օրինական ուժ չունեցող եւ այլն։ Հիմա ես խոսեմ ավարտեմ, Վարդանի այդ կարճ տեսանյութը կդնեմ, որ թուղթը ցույց է տալի, դուք էլ տեսնեք։ Ու մի խոսքով ապրես Վարդան ջան, որ այս հարցից ասես թեթև պրծանք, որովհետև իրոք ծավալուն ու շատ մեծ աշխատանք էր, համարում էի կարևոր, որ բոլորդ հասկանաք հստակ ինչ է, բայց քանի որ դա արդեն այլևս ոչ մի բան է, դրա մանրակրկիտ բացատրության կարիքն էլ չկա։ Մի ոչ մի բան ստորագրեց, մի ոչ մի բան, այդքան մի բան կարճ կարամ ասեմ։ Մինչև Վարդանի վիդեոն էլ նայեք, ուզում եմ ասել բոլորիդ օրհնված լինեք բարձր սիրով ու ճշմարտությամբ, ու այլևս հիշացնեմ իմ Facebook-յան գրառումը, որը նաև հրապարակային եմ ասել, ես իմ ողջ ուժով, ողջ ռեսուրսով մաքրելու եմ քաղաքական դաշտը դիմակներից։ Դուք բոլորդ պետք է ճանաչեք բոլորին, ովքեր ձեզ խաբում են, ովքեր ձևացնում են իրանց անաչառ, ովքեր ձևացնում են իրանց ազգայնական, то ես շատ գիտեմ ինչ, բոլորի դիմակները պետք է հանվեն։ Ու ինչպես նկատել եք բազմիցս, ոչ թե մի անգամ ես ինչ խոսում եմ փաստերով։ Ես չեմ ասում իմ կարծիքը, ես չեմ խոսում բամբասանքների վրա հիմնվելով, ես չեմ խոսում հստակ փաստերով, որպեսզի դուք ոչ թե լսեք ու ուղղակի հավատաք ինձ, այլ տեսնեք փաստեր ու մնացած հետևություններն անեք դուք։ Ու այն մարդիկ ում դիմակները վրներից դուրս կգա ու դուք կշարունակեք դեռ իրանց այդ հին դիմակով ընդունել, դա էլ արդեն ձեր IQ-ի, ձեր մնացած դիրքորոշումների խնդիրն է։ Ինձանից հասնում է մաքրել քաղաքական դաշտը, որը տանում է կործանման, որը նպաստում է այդ կործանման տանողների գործին եւ այլն, մաքրել ձեր աչքի առաջ։ Ու նաեւ դրա հետ մեկտեղ էլ զուգահեռ տանել այս կլոր սեղանի գաղափարը առաջ, որպեսզի արդյունքն էլ ունենանք, ոչ միայն դիմակազերծենք ոմանց, այլև դրա արդյունքում էլ ունենանք աշխատանք, ունենանք արդյունք ու ունենանք հաղթանակ։ Այսքանը հայր ջան, հիմա կարաք լսեք Վարդանի հայտարարությունը ու այսքանով իմ խոսքը վերջ, լավ մնաք։ Ողջույն բարեկամներ, այս մի նորությանը ոնցով թե դուք չէիք սպասում հաստատ։ Տեսնեք ինչ է կատարվել։ Եվ այսպես, սա պատասխանը Հայաստանի ներքին գործերի նախարարությունից, որտեղ Հարություն Բաղդասարյանը դիմել էր պարզաբանելու համար արդյոք Փաշինյան Նիկոլի ստորագրած փաստաթուղթը համապատասխանում է միջազգային փաստաթղթերի ստանդարտներին։ Եվ այսպես կարդում ենք. ի պատասխան ձեր հարցման, որ մուտքագրվել է, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից ՍԹ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը միջազգային պայմանագիր չի հանդիսանում։ Վերջ։ Ասեք դուք ծրվեն տներով։ Դացարեցեք այդ հիմա պրոպագանդան, սա միջազգային պայմանագիր չի, հետևաբար պարտադիր չի կատարման համար։ Ովքեր կպնդեն սրա պարտադիր լինելու հանգամանքը, նշանակում է ուզում են ամեն ձև, ամեն գնով իրականացնել
Ալիևի ծրագրերը Հայաստանում։ Սա միջազգային պայմանագիր չի, սրա հաստատում է եկավ հենց արտաքին գործերի նախարարությունից, այնպես որ երկու իմաստ տեղ չի կարող լինել։ Այսքանը։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։